Ձմռան ցրտով պայմանավորված և սննդակարգով սրվում են աղեստամոքսային տրակտի խնդիրները, հատկապես գաստրիտները, խոցային հիվանդությունները, ռեֆլուքսային հիվանդությունը։ Կուզենայի հիշեցնել, որն է ռեֆլուքսային հիվանդությունը, դա կերակրափողի և ստամոքսի միջև գոյություն ունի կարճալ փակալ։ Ռեֆլուքսային հիվանդությունը առաջանում է այս փականի անբավարար աշխատանքի հետ կապված և թթուն լեղին գալիս է դեպի կերակրափողի լորձաթաղանթ։ Պետք է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ռեֆլուքսային հիվանդությունը ինքը վերջնական բուժման չի ենթարկվում։ Այստեղ նշանակված դեղորայքային բուժումը համապատասխան սննդակարգի հարկհետ կարող են թեթևացնել ձեր վիճակը, սակայն հետոյի համար բժիշկը պետք է ձեզ զգուշացնի, թե ինչ պետք է անել նման դեպքերում։ Պետք է որոշակի կանոններ դուք պահպանեք, որպեսզի չունենաք ռեֆլուքսային հիվանդության սրացում։ Առաջինը՝ չպետք է սնվել ցածր սեղանների շուրջ, չպետք է կրել կիպ գոտիներ, պետք է սնվել օրական 3-ից 4 անգամ փոքր չափաբաժիններով, չի կարելի քնել առանց բարձի, ծանր ֆիզիկական վարժություններ չպետք է անել և պետք է հետևել, որպեսզի ձեր աղեստամոքսային տրակտը նորմալ գործի, չունենաք փորկապություններ, մետեորիզմ, վքնածություն, որոնք կարող են սրացնել ձեր ռեֆլուքսային հիվանդությունները։ Ինչով է վտանգավոր ռեֆլուքսային հիվանդությունը, որ ժամանակ առ ժամանակ այդ թթուն, երբ որ հետ է գնում դեպի կերակրափողի լորձաթաղանթ, այն կարող է բերել կերակրափողի չարորակացմանը, ադենոկարցինոմաների, և եթե դուք ունենում այրոցներ, հատկապես գիշերային ժամերին, չպետք է անտեսել, պետք է գնալ բժշկի մոտ։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի ճիշտ ախտորոշում դնել, այս կկատարի և գաստրոսկոպիա և պարտադիր չմոռանանք ստուգել հելիկոբակտերային վարակը, որը նույնպես համարվում է առաջին կարգի կանցերոգեն։